Միացյալ Նահանգներում տեղակայված Իրանի մարդու իրավունքների պաշտպանների գործակալությունը հաղորդում է, որ փետրվարի 28-ից մինչև այսօր Իրանում զոհվել է 1097 խաղաղ բնակիչ։ Կառույցի տվյալներով զոհվածներից 181-ը մինչև 10 տարեկան երեխաներ են։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, այդ թվում 100 երեխա։ Միաժամանակ Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդի օգնական Մոհամմադ Մոհբերը հայտարարել է, որ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցելու հիմքեր չունի, Թեհրանը պատրաստ է շարունակել ռազմական գործողությունները։ Իդեպ, պաշտոնապես չհաստատված տեղեկություններով Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլա Ալի Խամենեիի որդին, Մոջթաբա Խամենեին։ Նշվում է, որ որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը։ Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Քուփերը նախորդին տեսաուղերձով հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններում ներգրաված է ավելի քան 50,000 զինծառայող, 200 կործանիչ և 2 ավիակիր, ինչպես նաև ռմբակոծիչներ։